նորթարության Հայաստան ծագյալ պայծառացուցեր սուբզեկեղեցի հեղմամ արյան սրպոստ մաղթանոք սոցա խնայայինես պահարկևատ ու բարյաց և ողորմյա քո արարածոց պանծալի սուրբ զավակոք հովիվ քնձվարդունք ռողոքվուն շիջուցին ըզբոց ըսկրակապաշտ պարսիստ մաղթանոք սոցա խնայայինես պահարկևատ ու բարյաց և ողորմյա քո արարածոց պարթևական տեսանողին առաջագույն ազդեցությամբ ցավատողորդիս սրբույն Գրիգորի պսակ ազատ տեսյալ մաղթանոք սոցա խնայայինես պահարկևատ ու բարյաց և ողորմյա քո արարածոց Երկնային հրավիրակոք Երկնային հրավիրակոք կոչեցյալ իսկզբանեն հրկական բանին պատմող և պարծանք Հայաստանյայց դասակցյալ անզորս ամարնականած ազվիշապնան դնդային նմանյալ հարավոնին զգազանացյալս թագավորն զործացող չարչանացյալս թագավորն գործակցող չարին սուզյալ սաղթական երքեն զորնությունս յարն ավատոզին ու կվարյալ մամիկոնյան զորավարին աշխարհորեն պատերազմին ախոյան եկեղեցվում անճարից եղև ժառանգոր տարած օրեգակնար թարության Հայաստան ծագյալ պայծառացուցեր սուբզեկեղեցի հեղմամ արյան սրպոստ մաղթանոք սոցա խնայայինես պահարկևատ ու բարյաց և ողորմյա քո արարածոց պանծալի սուրբ զավակոք հովիվ քնձվարդունք ռողոքվուն շիջուցին
զբոց, կրակապաշտվարսիստ, մաղթանոք սոցա, խնայայի մեզ, պարգևատու բարյաց, և ողորմյա քո արարածոց, Արթևական տեսանողին, առաջագույն ազդեցությամբ, Սավատով որդիս Սրբույն Գրիգորի, Պսակազատ տեսյալ, մաղթանոք սոցավ, խնայայի մեզ, պարգևատու բարյաց, և ողորմյա քո արարածոց։ Այս վերջավորությունը ծոց, իրականում մենք երգում ենք մի քիչ ուրիշ կերպ, ծոց, այս ձայնի վերջավորությունը սա է էլի շարականների տների, բայց դե այստեղ այսպես են նոտագրել, հիմա ինչ անենք, կան դպրոցներ, որ այսպես են անգնել։ Երկնային հրավիրակող կոչեցյալ սկզբանը, փրկական բանին պատմող և բարձան Հայաստանյայց, դասակցյալ ընձորս անմարմնականած, ազվիշապնան դնդային նմանյալ հարավոմին, զգազանացյալս թագավորն զոտակցող չարին սուսյալ, սաղթական երկեն զորնությունս սյան, հավատոզին ու կվարյալ մամիկոնյան զորավավին, աշխարհորեն պատերազմին, ախոյան եկեղեցվով, անճարից երկեն, ժառանգող բարյաց։ Տերունական աղոթքում ենք, երգում ենք միշտ, օրհնենք հայրապետականը երգում ենք, Զանճարելի լուսոմայր, Սուրբ Ծննդյան նախորդ օրը, էջը 4-ն է, 4։ Մեծացուց թե անձնիմաստեր, և ցնծած թե հոգիմ Աստուծով, փրկչավիմով, Զանճարելի լուսոմայր, ևս բնակարան անսկզնակից որդվույն, օրնության մեծացուցանենք, զանհասնորինության մայր, և զանձնավոր տաճար Աստուծո բանին, օրնության մեծացուցանենք,
անտանելին հեյից իհարգանդի եբաց օրնության մեծացուցանենք։ Սա երկվում է պատարագին, ջրաքալույցի պատարագին Սուրբ Ծննդյան նախորդով, հունվարի 5-ին, որ եկեղեցում լինեք հաստատ կլսեք։ Այսօր ձայնն հայրական, խոսենք երկու։ Այսօր ձայնն հայրական, երկնից իջյալ հաջողական, սիրեցելով որդվողը գա, Այսօր տոն է, հաջորդ հոջը, վեց է։ Այսօր տոն է, Սուրբ Ծննդյան, ավետիս, յարաններով, և հայտնության, ավետիս, այսօր արեմ, արդարության, ավետիս, երևեցավ, մեջ մարդկան, ավետիս, այսօր սուրբ կույս, անապական, ավետիս, ծնավ ևեր, զամարկայն, ավետիս, այսօր վրեժտակ, երկնից իջան, ավետիս, անդնեզ օրնեն, զանմարկայն, ավետիս, Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Փորձենք ով զարմանալու երգեր։ Հաջորդ 7 ով զարմանալի խորհուրդ այս մեծ հայտնյալ արարիչ Աստված իր օրդանան
մակարդել իհանց գետ մի զարհուրիր քորարիչն եմ ես եկյալ մակարդին և լավանալ ազմելս ուր ես մայրին սա խավարման կարգի ժամանակ էջը 12 ուր ես մայրին քաղցր և անուշ սերտը Չի այսքանը այս երկից։ Հա, դուք հետո կարող եք փորձել մյուս տներն էլ, հետո հաջորդ անգամներ եք փորձ կանեք, էլի։ Նոր ծաղիկ այո։ Նոր ծաղիկ պայծառ ցուցավ այսօր երևյալ լույս
Աբեդիս Արյավ Քրիստոս Աբեդիս Շատ բան, մենք արդեն մեր ժամանակը սպառել ենք Հիսուս Քրիստոս, ամեն Oy մեր հոներգիս Սուր Եվիցի անունքո Եկես թե արքայությունքո Եվիցին կամքո Որպես երկից և երկրի Եվս գործը սեղած միրոց հաջողյան ես ամեն։ Իխորոց սրտի խոսք Աստծո հետ։ Աստված փրկության և ողորմության, բուժման, նորոգման և առողջության, լուսավորության և կենդանության, քավման, հարության և անմահության, հիշիր ինձ, երբ գաս արքայության քո, ահավոր, հզոր, բարերար, գթած և ամենաստեղծ, կենդանի, գովյալ, ամենակատար, մերձավոր համայն արարածների հեծություններին։ Աղատում եմ, երբ ես խաչակցիդ հետ, որ քեզ համար ոչ բռնված է եղել և ոչ էլ կախված, ոչ կախված, ոչ էլ գանված, դևերված, ոչ խոշտանգվել է հանուն արարչիդ, ոչ էլ անարգվել, ոչ չարչրկվել է, ոչ արհամարվել, ոչ խորտակվել է, ոչ էլ մահացել, բայց արժանի է դարձել հասնելու արքայության այն ըրձալի լույսին, որն արդարների համար է միայն։ Եվ դու ամենի հաստատուն ուխտով, ազդարարելով, որ անփոփոխ է շնորհումն առատ քո բարիքների, հարատրեցիր նրան փրկության հույս ներշնչելով իսպատ վքյալից։ Օրհնյալ եւ դարձյալ օրհնյալ, ընդունելով ինձ այդ նույն հավատով, կործանումից ետ պահիր, բարերար, բուժիր, ողորմած այս աղտավարակ հիվանդությունից, մահվան եզերքից ետ դարձրու կյանքին, ով կենդանություն։ Քոնն եմ նաև ես, կյանք տուր նրա հետ, ապավինություն, հոգով մեռածիս, ընծայիր նորից շունչ կենդանության, ով կյանք, հարություն և անմահություն, անհատ բարություն, անսպար շնոր, անփոփոխ ներող, աճ ամենազոր, ձեռն ամենիշխան, մատն ամենամերձ։ Կամեցիր դու Տեր, և ես կփրկվեմ։ Ակնարկիր միայն քաղցր գթությամբ և կարդարանամ, ասա լոկ խոսքով և վարկենապես կդառնամ անբիծ։ Մոռացիր թիվը իմ չարիքների, իսկույն կստանամ համարձակություն։ Առատաձեռնիր և անմիջապես քեզ կպատվաստվեմ, փառավորյալդ ըստ ամենայնի, հավիտյանս ամեն։ Este միակնը տարաբաստու հասկավենացություն, անհատվարություն, Կարողա հեռու Գրիչ կա իմ մոտ, բայց մի քիչ լավ չգրի։ Ավելի լավ ուրիշ գրիչով կարգին ես։ Բացատողված է իմ գրիչը։ Ճիշտնացած է գրիչ մար է, բայց թողեց հաղթված քիչ։
Այսօր ես մի նյութ եմ ընտրել, որը հաճախ այստեղ տարբեր տեսակի բանավեճերի առիթ է եղել, առիթ է տվել, այսպես ասենք։ Այդ հարցը հետևյալն է. կա արդյոք փրկություն քրիստոնեությունից դուրս։ Հիշում եք, տարբեր առիթներով այդ հարցում մենք անդրադարձել ենք, տարբեր, այսպես ասենք, փիլիսոփաների, աստվածաբանների կարծիքներ եմ բերել ես եւ նաև Աստվածաշնչից, Ավետարանից հենց որոշ օրինակներ, օրինակ ասենք ավազակի օրինակը, որ խոսքի մեջ ինքը քրիստոնյա չէր, բայց ինքը փրկության արժանացավ, չնայած ինչ որտեղ ինքը Քրիստոսին ընդունեց, Այդ ժամանակ քրիստոնյա լինել բառը հենց դա է հարցը։ Կարծում եմ, որ մի քիչ դեռ շուտ է, որովհետեւ դա քրիստոնյա ինքը պիտի գնա, զոհվե, աչվե, բան, որից հետո դրա հետևորդները հասնա, որ ասած այսօր ես ինձ հետ դրախտում տրնես։ Այո, ասինքն նույնիսկ քրիստոնեությունը դեռ չի ելել։ Այո։ Ներողություն։ Եվ բնականաբար այդ հարցը հետագայում տարբեր մարդկանց մոտ առաջանում է, մարդիկ ովքեր փնտրում են, մարդիկ ովքեր ծանոթանում են տարբեր կրոնների, նրանց մեջ էլ են տեսնում դրական երևույթներ եւ իրենց մեջ հարց է առաջանում։ Օրինակ, հենց թեկուս հրեական կրոնը, հուդայիզմ, որ կարող ենք ասել այսպես, հա, ինքը փրկություն կարող է տալ, թե չէ, կամ մուսուլմանությունը, կամ բուդդիզմը եւ այլն։ Խոսքը հիմնականում աշխարհի մեծ կրոններին է վերաբերում, այն շեղված աղանդավոր եւ այլն տարբեր տեսակի հարանվանությունների մասին դեռ չեմ ուզում խոսել։ Ինչ խոսքը առաջին հերթին վերաբերում է հենց հեթանոսությանը, հեթանոսական կրոններին, որոնք մինչև Քրիստոս շատ էին տարածված, հիմա էլ քիչ չեն տարածված, կռապաշտությունը եւ այլն։ Արդյոք հնարավոր է լինել այդպիսին եւ փրկություն գտնել։ Միանգամից ասեմ պատասխանը ոչ։ Բայց այդ ամեն ինչը ուզում եմ այսպես ելնելով մի ոչ, եթե վերջպայն չգան, էլի։ Բացառությունները մի կողմ։ Չի, օրենքի չի բանում։ Բացառություններ կարող են բնականաբար։ Ամեն դեպքում հարցը հետևյալն է. ինչու են քրիստոնյաները, Քրիստոսի եկեղեցու հավատացյալները համոզված, որ իրենց կրոնից դուրս, եկեղեցուց դուրս, այսպես ասենք, փրկություն չկա։ Սա արդյոք մեր քրիստոնյաներից անհանդուրժողականությունն է, թե պարզապես Աստծո հիմնական դրույթներից մեկն է, եկեղեցու ավանդույթներից մեկն է եւ պետք է ընդունել որպես ճշմարտություն։ Նախ Քրիստոսը ինչ է ասում, ասում է ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինեք եւ ձեր պտուղը մնա։ Խոսքը անշուշտ առաքյալներին է վերաբերում, բայց դե առաքյալների միջոցով նաեւ նրանց քարոզության միջոցով հետագա բոլոր քրիստոնյաներին։ Մենք չենք ընտրում, այլ ինքն է ընտրում։ Մենք պարզապես փնտրում ենք։ Մենք պարզապես մեզ տված բանականությամբ ճշմարտությունն ենք որոնում եւ Աստված ի հայտ է բերում այդ ամեն ինչը։ Աստված մեզ ինչ որ ձևով հայտնվում է։ Պողոս առաքյալը, որ ասենք ինքը Քրիստոսին ընտրեց, չէ, Քրիստոսը իրեն ընտրեց։ Նույնիսկ շատ այսպես հակաքրիստոնեական իր ընթացքի մեջ այցի եկավ եւ նրան խոսքով այդ ճանապարհից թեքեց դեպի ճշմարտության ճանապարհ։ Եվ հետո գիտեք առաքյալը դարձավ ամենամեծ այսպես քարոզիչը վկան։ Այսինքն քրիստոնյաները անգամ իրենց եկեղեցու, իրենց հավատքի տերներ չեն։ Ավելի ուժեղ խոսքերել ունի իհարկե Քրիստոսը, նրանք նաև ճշմարտության տերը չեն։ Այսինքն ճշմարտությունը ինքը մտավ առաքյալների մեջ եւ հիշում եք, հենց Պողոս առաքյալի օրինակը, ինքը այնտեղ տարբեր ձևերով է ներկայացնում գործ առաքյալությունից, բայց միտեղ ասում է, որ հարցնում է ով ես դու Տեր, Քրիստոսին է հարցնում, որ լույսի ձևով ներկայանում է իրեն, ասում է ես Քրիստոսն եմ, որին դու հալածում ես, ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես, ասում է։ Եվ հետո շարունակում է ասում է խթանի դեմ չես կարող ակացել։ Խթանը նկատի ունենք, ասենք սուր մի բանի դեմ, ասենք դու չես կարող, ճշմարտության դեմ չես կարող մի խոսքով գնալ։ Այսինքն նրան դարձնում է, նրան այդ ճանապարհից, այդ սխալ ճանապարհից դարձնում է։ Եվ ոչ թե ասում է չես կարող, խիստ դժվար է քեզ համար խիստ դժվար է։ Հավատացյալը այս առումով ոչ թե ճշմարտության տերն է, այլ ծառայում է ճշմարտությանը, որովհետև Հովհաննես ավետարանի մեջ հիշում եք, որ ճանապարհի մասին խոսվում է, Քրիստոսն ասում է ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Ճշմարտությունը Քրիստոսն է։
ճշմարտությունը ոչ թե մենք ունենք, այսպես ասեմ, ինքներս մեզանից, այլ մենք ճշմարտության ծառաներն ենք։ Եվ ովքեր որ ճանաչում են ճշմարտությունը, Հովանու ավետարանի մեջ է ասում, նրանք ազատություն են ստանում։ Այստեղ է, որ դե վիճաբանություն է առաջանում, մենք ասում ենք խոսքով ազատի որդիներ ենք, մենք չգիտեմ, խոսքով ուրիշ ճանապարհով չենք աշխարհ եկել, բայց Քրիստոսը իրենց ցույց է տալիս, որ իրենք ոչ թե ազատի որդիներ են, այլ իրականում սատանայի որդիներ են, այն գործերից ելնելով, որ նրանք ցուցաբերում են Աստծու դեմ։ Հիմա տեսեք, մենք ինչքան էլ որ փորձենք այսօրվա իրավիճակում ժամանակակից Երևալ, բաց Երևալ, այսինքն փորձել ինչ որ զիջումների գնալ եւ այլն, ամեն դեպքում ճշմարտությունից չենք կարող հեռանալ եւ նոր Քրիստոս մեզ համար չենք կարող օրինել։ Այն ինչ որ կա ավետարանի մեջ, դա պիտի ընդունենք եւ դրան պիտի ծառայենք։ Եվ ընդհանրապես մտնել եկեղեցի, դառնալ եկեղեցու զավակ, եկեղեցականանալ, դա նշանակում է ընդունել որոշակի, ընդունվել որոշակի մի համայնքի մեջ, որը ունի Քրիստոսից ստացած շատ որոշակի պատգամներ, կանոններ։ Այսինքն այստեղ ամեն ինչ որոշակի եւ մենք երբ որ մտնում ենք այդ եկեղեցու մեջ, պետք է այդ բոլոր կանոնների շարքը ընդունենք։ Եվ հավատքը, որ մենք ունենք, դարձյալ շնորհ է եւ այն մեր, այսպես ասեմ, հեգնական այսպիսի մի բառ կա, իմաստակություն, իմաստակումների արդյունքը չէ, այլ ճշմարտության որոնման մեջ մեզ Աստծուց շնորհված մի բան է, մի շնորհ է, որը մենք պետք է կարողանանք ճիշտ պահել։ Ավետարանում իրականում շատ պատգամներ կան, պատվիրաններ կան, որոնք ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ կարող է վկայել, որ մեզ սրտով չեն։ Այս մեկը չէ Տեր Աստված, այս մեկը չենք կարողանում։ Այնքան մարդիկ կան, որ ասենք, երբ որ խոսում ես, չէ, այս մեկը չեմ անի ես։ Ոնց տշնամուն սիրել, ոչ թե չգիտեմ, ասենք, քեզ անիծողին օրհնել եւ այլն։ Այսինքն բաներ, որ կուզեինք ուրիշ կերպ հնչել, բայց դա է ճշմարտությունը եւ դա է Աստծուց պատկանվածը, մենք իրավունք չունենք Աստծո խոսքը որևէ կերպ փոփոխության ենթարկելու։ Նույնիսկ տեսեք, Կորինթացիներին ուղված առաջին նամակի մեջ Պողոս առաքյալը շատ զորավոր մի բան է ասում, ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է եւ որ նստացել եք Աստծուց, եւ դուք ձեր Տերը չեք, քանզի մեծ գնով գնվեցիք։ Աստծո որդու արյունով ենք գնվել մենք։ Եվ մեր Տերը չենք իսկապես, այսինքն մեր մարմինն էլ մերը չէ, եւ մենք իրավունք չունենք մեր մարմնի հետ ինչ ասես անելու։ Ասենք օրինակ որոշ մեղքեր կան, եւ մարդն ասում է ես ինձ եմ վնասում, ասենք ում եմ վնասում։ Ընդհանրենք ծխելն է, հալպեցողությունն է կամ ուրիշ էլի այդպիսի մեղքեր։ Իհարկե, Պողոս առաքյալը սա ասում է անբարո շնացող եւ այլն այդ մարդկանց վերաբերյալ մանավանդ, բայց դա նշանակում է, որ բոլոր բաների համար է դա ճիշտ։ Այսինքն մենք սարակորցում են դաջեր, օրինակ է համար, այո։ Քեզ կողմ չէ։ Իրավունք չունենք։ Մենք իրավունք չունենք այնպես անենք, որ հիվանդանանք, անտարբեր լինենք, սխալ սնվենք, սխալ հանգստանանք եւ այլն։ Այսինքն այս բոլոր բաների մեջ էլ պետք է զգուշավոր լինել եւ իմանալ, որ դա էլ է մեղք։ Մենք մեզ վնասում ենք, որ մեղք ենք գործում։ Եվ եթե մենք ուզում ենք հասկանալ ամենակարևոր ավետարանը, թե ինչու Աստված մարդացավ, ինչու Քրիստոս աշխարհ եկավ, եւ ինչու նա չսահմանափակվեց պարզապես քարոզներով, վկայություններով, թեկուզ նաեւ հրաշքներով, այլ հենց ինքը գնաց մահվան, մեռավ եւ հետո հարություն առավ, դեպքում պետք է Սուրբ Գիրքը բոլորովին ուրիշ մի հայացքով, բավական խորը հայացքով ուսումնասիրենք, սերտենք եւ փորձենք այն հասկանալ։ Մակերեսային ընթերցումը մեզ ոչինչ չի տա։ Եվ այն հարցի պատասխանը, որ մենք ուզում ենք պատասխանը գտնել հարցում, որ բարձրացրեցինք, իրականում այդ խորը ուսումնասիրության արդյունքում կարող ենք միայն ճշտել։ Մի խոսքով, ինչու Քրիստոսից դուրս փրկություն չկա։ Նախ հեթանոսության մասին։ Հեթանոսները նախկինում էր եւ հիմա էլ, եթե ասենք կան այդպիսիներ, ասում են, որ այն աստվածները, որոնց իրենք աղոթում են, այն Աստվածը չէ, որ սկզբից կար եւ կյանք է տվել բոլոր արարածներին։ Այսինքն իրենք առաջին չեն աղոթում։ Իրենք դա գիտեն, իրենք ինչ որ հոգիներ են կանչում։ Եվ մենք ասում ենք, որ այո, դա իսկապես այդպես է։ Իրենք ճշմարիտ Աստծուն չեն աղոթում։ Եվ այդ երևույթների, որոնց իրենք դիմում են, այդ հոգիների ծառայությունները բնականաբար այն հավիտենական կյանքին, որը կարող է արարիչ առաջնորդել, չի առաջնորդի։ Դրանք չեն կարող։ Իրենք քանի որ արարիչ չեն, իրենք կյանքի տերը չեն, իրենք շնորհների տերը չեն, իրենք չեն էլ կարող հավիտենական կյանք տալ։
Հեթանոսները ասում են, որ իրենք ամենամոտ կապի շփման մեջ են այն հոգիների հետ, որոնք ապրում են երկրին մոտ, մթնոլորտում։ Սա իրենք պատմատները, հենց այդպես էլ կոչվում են։ Եվ իրենք հավատում են հետևյալին, որ երկրի, այսինքն մարդկանց եւ Աստծո միջև դրանք միջնորդներ են։ Այսինքն իրենց խնդրանքները կամ իրենց ասենք թե թեկուզ արժանավոր գործերը ներկայացնում են դրանց միջոցով դա հասնում է Աստծուն եւ արարիչը արդեն պատասխանում է։ Իրենց խնդրանքները կատարում է կամ չի կատարում։ Իհարկե այստեղ որոշ նրբություն կա, որովհետեւ բնականաբար միայն դևերը չեն, այլ հրեշտակներն են այդ տարածության մեջ գնում, գալիս եւ մեր խնդրանքները նույնպես բարձրացնում, բայց այդ ուժերը, որոնք տեղաբաշխված են օդային այդ տարածության մեջ, դրանք դևեր են կոչվում։ Գույները իրենց դևեր են կոչել եւ որպես երկրի եւ երկնքի միջև այդ ապրող այդ փոխադրողներ, իրենք դեպի երկինք խնդրանքներն են տանում, այնտեղից էլ Աստծո ողորմություններն են իջեցնում։ Այսինքն իրենք են տանող բերողներ, այսպես ասենք, փոխադրողները, հա։ Նրանցով են նաեւ այդ հոգիների միջոցով են մոգերը, կախարդները, նշաններ, հրաշներ գործում, նաեւ մարգարեանում։ Եվ բնականաբար, ասենք, այդ եթե դևերը չար զորություններն են, չար հոգիներն են, իրենք ճշմարիտ մարգարեության շնորհ չեն կարող փոխանցել այդ մարգարեներին։ Սրանց մասին է զգուշացնում նաեւ 5 կտակարանը, որ եթե այդ մարգարեների ասածները չեն կատարվում, ուրեմն նրանք Աստծուց չեն, նրանց պետք չէ հետևել։ Իսկ եթե ասում են ու կատարվում են, բայց հետո իրենք առաջարկում են կամ հրավիրում են գնալ եւ ծառայել ինչ-որ գործերի, ոչ Աստծո, ոչ երկնքի Աստծուն, այդ դեպքում իրենց պետք չէ ատել սուտ մարգարեներին, կեղծ մարգարեներին։ Շատ հին ժամանակներում բարձրագույն աստվածները նույնպես դևեր են կոչվել, այսինքն իրենք հեթանոսները հավատացել են, որ կան այդ դևերը միջանկյալ եւ նաեւ բարձրագույններն են դևեր կոչվել, պարզապես տարբերվել են որոշակի։ Յութագորասը տեսեք ինչ է ասում. երկիր շպրտված հոգին թափառում է օդում, ողջ մթնոլորտը լիքն է հոգիներով, նրանք կոչվում են դևեր եւ հերոսներ եւ նրանք մարդկանց երազներ եւ նշաններ են։ Հերոսներ։ Գերոյ։ Այդ հին դիսաբանության մեջ նման բաներ օգտագործել են դրական կերպարների համար։ Դրականների համար հերոս օգտագործել։ Հնադարի բառապաշարում դևերը էակներ են, որոնք միջնորդ են բարձրագույն աստվածների եւ մարդկանց միջեւ։ Իրենք այդ միջանկյալ եւ սա ասեմ ձեզ, իր լավ կամ վատ բաների հետ միասին շատ որոշակի մի բան է արտահայտում, որի մասին քիչ հետո խոսենք։ Փաստորեն իրենք արտադրեցի որ չար էակներ լինեն։ Այդ դևեր կոչվածները, որ այն ժամանակ այդ անունով կոչվում էին։ Մենք հիմա դև որ ասում ենք, միանշանակ հասկանում ենք սատանայի հետևորդներին, բայց այն ժամանակ դևեր կոչվել են եւ հրեշտակները եւ այդ ընկած հրեշտակները։ Աստորեն իրենք տարբերել են ցածր տեսակի, այսինքն չար եւ բարձր տեսակի դևեր։ Իմիջայլոց իրենք ենթադրում էին, որ դևերը կարող են վնաս հասցնել մարդուն, այսինքն չար բան անել։ Օրինակ բոդիսականը չգիտեմ ով է կարծել ձեզ իսկ կամ ով է հիշում, այնտեղ ունի այսպիսի մի կապակցություն, սարսափելի դև։ Սարսափելի դևը, այսինքն դա չար բան է, որը կարող է մարդկանց վնաս հասցնել։ Եվ իրենց ամենօրյա աղոթք դիմումները, այսինքն հեթանոսների այդ աղոթքները, ուղղված էին այս օդային ուժերին։ Իրենք չէին հասցնում միանգամից իրենց աղոթքը Աստծուն։ Եվ հելենիստական դարաշրջանում, տեսեք, իրենց այդ Զակրինան ռուսերեն հմայախոսքը թարգմանությունը, ամենահարմար թարգմանությունը, հմայախոսքը այդ հմայությունների համար արված այդ աղոթքն այսպես կոչված, տեսեք ինչ է։ Արի ինձ մոտ հոգի, որ սավառնում ես օդում, ում որ կանչում են նշաններով եւ անուններով։ Արի ինձ մոտ հոգի, որ սավառնում ես օդում։ Այսինքն իրենց այդ այսպես ասեմ անմիջական կապը այդ օդում մթնոլորտում թափառող այդ հոգիներն են եղել։ Սա շատ կարևոր է իմանալ եւ հեթանոսները իրենք պնդում էին, որ օդային այդ տարերքը եւ տեսանելի երկինքը լցված է իրենց աստվածներով։ Դրանց աստվածը ասում, դեր աստված իրենց համար նույնն է աստվածը։ Քրիստոնյաները համաձայն են։ Չէ՞ որ քրիստոնյաների աստվածը երկնքի աստվածն է եւ ոչ թե տեսանելի երկնքի, այսինքն աստվածը, մեր աստվածը դեր դիեզերական, դիեզերքից էլ դուրս է եւ մենք նույնիսկ չենք կարող մատնանշել տեղ, այսպես տարածություն, որտեղ ինքը կա։ Ինքը լցվում է, կարելի ասել, իր արարչությունն է եւ դրանից էլ ավելի վեր է։ Իսկ եթե հեթանոսները պնդում են, որ իրենց այցելող հոգիների բնակավայրը օդն է, ապա մենք ստիպված ենք այսպիսի մի ճշմարտություն ընդունել, որ աստորեն այդ մթնոլորտային շերտում գտնվող այդ հոգիները, այդ դևերը, իրենք բացիկի նման, այսպես միջանկյալ մի պատուշկա էլի ոնց որ, հա, Աստծո եւ մարդկանց միջև պատնեշ են առաջացնում։ Իրենք չեն թողնում Աստծո շնորհները իջնեն ներքև եւ մարդկանց աղոթքները բարձրանան դեր։ Սա շատ կարեւոր մի հայտարարություն է, աստորեն այդ բացիկը արգելակում է մեր շփումը մարդկային մտքի թռիչքը դեպի ճշմարիտ Աստված։ Եվ երկրի մոտ շերտի այդ բնակիչները ինչ որ իմաստով մեզ թաքցնում են, մեզ ծածկում են Աստծոց, ասում են ծածկում են մեզանից։ Մենք արգելք ունենք, աստորեն, արգելապատնեշ կա մարդկանց եւ Աստծո միջև եւ դա այդ դիվական շերտն է։ Եվ գիտեք ինչ են անում։ Իրենք պարզապես մարդկանց ձգտումները կրոնական, իրենց այսպես մտածումները շեղում են Աստծոց դեպի իրենց։ Վեր ուղղորդում են, այսինքն։ Ինչը։ Սա ընդհանուր կոնկրետ այս մշակումը ես արել եմ
մի պրոֆեսոր կա աստվածաբանության, Անդրեյ Կուրաև, կարող է լսածին եք։ Ինքը շատ հայտնի է եւ մի քիչ էլ հալածված, մի քիչ չի, բավականին հալածված։ Ասեն բավական տարիք ունի։ Հիմա ապրում է։ Հիմա ապրում ինքը։ Ինչի համար է հալածվում, ասեմ, որովհետեւ ինքը ճշմարտությունը ասում է ուղիղ։ Նա դա ուղիղ խոսք է, թե պայմանական ասում մթնոլորտում եմ։ Չէ, ça ուղիղ խոսք, ինչ ասում եմ։ Մթնոլորտից դուրս գալ չասեմ լսել է աստված, խանդալով բան չեմ իրար։ Հա, ինչով է։ Չես կարող։ Ալբանիակով, հա։ Այդ մտորը Այդքան նկատում մթնոլորտ։ մտորը չասում որ մտորը։ Երկրի շուրջ եղող, լավ, այդ մթնոլորտը որ ասում ենք, հա, ինքը գնալով նոսրանում է, բայց դեսպես ես սահման չգիտեմ, էլի մթնոլորտի, հա։ Հանրեն դեպս այս երևացող երկիր, լավ։ Երևացող երկիր, տեսանելի երկիր։ Իսկ լավ չեմ պատկերացնում։ Լուսինի ուստեղ մտորը դա լուսի մոգրից այս մտորը դուսես։ Ես կարծում եմ չէ։ Ես էլ Լավ, օթային տարածք որ ասում ենք, պարտադիր չէ որ հասկանանք այնտեղ թթվածին լինի, ազոտ լինի եւ այլն։ Հասկանանք այսպես, լավ, աստղային երկինքներ չէ, որտեղ դա էլ է մեջ։ Այդ այն երկինքը, որ մենք տեսնում ենք, որ մենք կարող ենք ուսումնասիրել այսպես։ Ես պետք է մի բան հաշվառել, որ երբ որ բանի շփոթեց սատանայի համախոհների համակիրների։ Սատանան ասեց. «Ես կգնամ եւ այդ երկիրը կենթարկացնեմ ինձ»։ Իսկ կենթարկացնելու համար Պարզաբար ոչի առաջ չի կամ կարող, չէ, պատնեշների կազմի եւ այլ, թե ինչպիսի, հետո այդ պատնեշները չի կարելի ասել անանցանելի են։ Նախ այս մարդը, որը ես չեմ ճանաչում, ես վստահում եմ եւ հավատացել, դա խիստ պատնեշ է, բայց դա թույլ մարդկանց համար է, ուժեղ, հզոր, Աստծո հավատքով, Քրիստոսի ընդունողը իհարկե գծակի գնա։ Ես դա եմ կարող։ Ամեն դեպքում առանց Քրիստոսի աշխարհ գալու դա իրականացնել հնարավոր չէ։ Քրիստոսը որ աշխարհ Ահա ասած միջև Քրիստոսն է։ Դա միջև Քրիստոս, հա, դա։ Ես գիտեմ հիմա էլ է։ Չէ, դա կա է։ Էլի կա, բայց Քրիստոս եկավ ես մի քիչ առաջ մնալով ասեմ։ Ներողություն, Անտոնը, նայր որ երազում տեսել է թե ցանց որի միջով համար անհնարին անցնի հոգին, եթե հրեշտակները եւ վերջնաշում ցենց չէ, մենք այսպես ենք հասկանում, որ մայից հետո մեր հոգին 40 մարսային տներով անցնում է։ Եվ Անտոնը երբ որ ինքը դա տեսել է, Անտոնը հենց այն մարդը, որ ասում են, Անտոն մեծ։ որ ասեն դու հավատում ես, ասում ես, ոչ չեմ հավատում, ո՞ր ես գիտեմ որ դա։ Որտեղ նա ինքը տեսել է, նա գիտի, համոզվել է։ Եվ այս իմաստով իհարկե շատ դժվար է ասել համարյա։ Այնիշ հնարավոր չի մարդու համար, ասում եմ հնարավոր է, պետք է որ դա հավատքով ասել։ Լավ, որպես ասենք այս հարցի պատասխանատու մի քիչ նախապես իմանանք, հա, Քրիստոսի խաչելությամբ այդ օթային մթնոլորտի այդ բացիկի մեջ ոնց որ sense նա թունել բացվեց։ Եվ արդեն հնարավոր է մեր խնդրանքները հասցնել եւ աստվածային օգնությունները ստանալ։ Այսինքն Քրիստոսի գործը նաեւ այդ մթնոլորտը մաքրելն է, այդ մթնոլորտի մեջ այդ ճանապարհը բացելն է, որ ասում են Քրիստոսն է ճանապարհը, հենց ինքնատիպ ունենք իր բացած ճանապարհը, իր միջոցով, իր խաչով, իր զոհաբերությամբ բացված այդ ճանապարհը։ Այսինքն սա նկարագրում է բան, որ միջև Քրիստոս էլ է, հա։ Սա նկարագրում է ընդհանուր ինչ է եղել, ինչի համար է Քրիստոսը աշխարհ եկել եւ ինչ է տեղի ունեցել Քրիստոսի փրկagorցությամբ, այսինքն խաչելությամբ եւ հարությամբ։ Եվ որ առանց դրա հնարավոր չի եղել, մինչև իրեն հնարավոր նույնիսկ արթաները որ մահացել են, ինքն Աբրահամներ եւ այլ, իրենք չեն գնացել Աստծուն, իրենք Աստծուն։ Սա ես, հա, ռուսերեն եմ հայտմանել, ռուսերեն եմ խոսել։ Ասենք մթնոլորտ բառը կարող է ուրիշ չի։ Լավ օթային տարածք, հա։ Հիմա մեկը որ այդպես անենք, էլի օթը մենք հասկանում ենք որ բաղադրությամբ, այս մեր պատկերացրած օթի նման, հա։ Բայց դե այսպես ասեմ էլի, այս երկինքը, այս երկինքները որոնց մասին մենք պատկերացնում ենք, չէ՞, սա այն երկինքը չէ, որտեղ մեծատառով է Աստված։ Այդ երկինքը դա պետք է այսպես ասեմ ժառանգեն, դա պետք է ժառանգեն։ Տիեզերքը բոլոր այդ մի խոսքով մեզ համար ընկալելի, զգալի այդ վիճակներն են, հա։ Դա չէ երկինքների երկինք։ Դա չէ առաջին երկինք, երկրորդ երկինք, երրորդ երկինք։ Մեր Աստծուն։ Մեկ րոպե, Պողոսը ոնց ասեց։ Պողոսը Մի երրորդ երկինք։ Երրորդ երկինք արի։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, որ եզր չունի անսահման։ Դրանից այանը դա մենք չենք կարող պատկերացնել։ Ո՞ս է։ Համաձայն աստվածաշնչյան պատասխան։ Համաձայն աստվածաշնչյան պատասխան։ Այսինքն մենք այդ հարցին պատասխանում ենք, ելնելով այն հավատին, որը մենք ընդունում ենք։ Այո։ Ինչի՞ եմ դա ասում, որովհետև միտեղ սեղանի նստած խոսում էինք, մեկը ինչ-որ մի հարց տվեց, մի տարիքի մարդ եւ խոստովանեց, որ ինքը աթեիստ է։ Այդ այն մարդն այլ որ ասեց, ես հայ առաքելական եկեղեցու աթեիստ եմ։ Հիմա ես այդ բանավեճի վաղտ ասեցի, տես, ասեմ այդ մասը թե ինչ ասում, ու գիրքը խնդրեցի բերեն, ինքը ասեց չէ։ Ես այդ բերքին չեմ հավատում, դու ուրիշ հիմքով ինձ պատասխան։ Այսինքն կամ մենք վերցնում ենք գիրքը, որին հիմք հավատում ենք, եւ համաձայն այդ քրիստոնեական վարդապետության
մեկնաբանում ենք, ասում ենք, որ մեր հավատը ասում է, որ ուրիշ ճանապարհ չկա։ Հետո էլ հղումներ ենք անում։ Այո, Հիսուսն ասել, որ առանց ճանապարհ չկա եւ այլ եւ այլ։ Մեր տեսության մեջ, մեր քրիստոնեության մեջ է դա այդպես։ Բայց երբ որ հարց ենք դնում, կա արդյոք պատասխան ուրիշների համար։ Մենք պետք է իրանց տեսության մեջ գտնենք, որ փրկություն չկա։ Ոչ թե ըստ մեր տեսակետի չկա, այն գլխից, աքսիոմատիկ է։ Երկիրքն այդպես ասում, մեր հավատն այդպես ասում, մենք դրան հավատում ենք։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Բայց երբ որ այդ հարցն է բարձրացվում, մենք պետք է գտնենք, օրինակ Ղուրանում գտնենք, ելնելով իրանց աքսիոմատիկ պահերից, հիմնադրույթներից ցույց տանք, որ տեսեք խոսքը փրկության մասին չի։ Կամ մի ուրիշ տեսության մեջ մենք պետք է տեսնենք, որ այնտեղ փրկություն չկա ոնց որ։ Դա կլինի այդ հարցի պատասխանը։ Իսկ սա թեման բերի, որը ես ընդունում եմ հաջողով էլ լսում եմ, որտեղ մեկնաբանությունները օրինակ ինձ համար ահագին նոր բաներ էր։ Ասենք, ինչպես է Աստվածաշունչը, քրիստոնեությունը պատասխանում այդ հարցին։ Շատ լավ։ Այդ ֆոնի վրա ենք պատասխանել, այո։ Մենք բնականաբար այս հեթանոսական ասենք կրոնների էությունը շատ թեքիչ ուսումնասիրելով, ինչ խոսք շատ բաներ կան, որ հեռու չեն հիմա հեթանոսությունից, շատ բաներ կան։ Նույնիսկ հրեականության մասին Պողոս Առաքյալի խոսքերը կբերեմ ես, որ մեզ ցույց պիտի տա, որ այո, հրեականությունն էլ փրկություն չի տալիս։ Պողոս Առաքյալը ինքը լինելով հրեա, լինելով փարիսեցի, լինելով մի խոսքով բավական մեծ բարձր կրթություն ստացած ազնվորություն, հենց շատ լավ գիտեր իրենց կրոնի, այսինքն մինչև քրիստոնյա դառնալ իրենց կրոնի նրբությունները եւ արժեքը եւ դրական կողմերը եւ այն ինչ որ ինքը ասում է, ես պիտի բերեմ այդ խոսքերն, դրա թարգմանություններ բնականաբար բազապես մեր Աստվածաշնչի թարգմանությունից կարող ենք շատ լավ չհասկանանք այդ բառի իմաստը, բայց հունարեն, լատիներեն եւ այլ թարգմանությունների մեջ թե ինչպես է դա, սա մեզ համոզում է բազապես, որ իսկապես անգամ հրեականության մեջ, որ ամենադրական, այսպես ասենք, կրոններ, Աստծո ընտրյալ ժողովուրդներ հատուկ փրկության համար, հատուկ իրեն միացնելու համար, իր հետ պահելու համար ստեղծված, ընտրված Աբրահամի միջոցով իհարկե, անգամ այնտեղ այդ փրկությունը չի կարող լինել, չէր կարող լինել։ Այն միայն նախապատրաստություն է։ Հա։ Իսկ ինչ մնում է, ասենք, թե մուսուլմանության մասին մենք վերջերս մի երկու բանախոսություն լսեցինք եւ մենք տեսանք, թե փրկությունը իրենք ոնց են պատկերացնում եւ ոնց են մարդկանց խաբում, հա, թե սա է փրկությունը, դուք այսպեսի վիճակում եք լինելու։ Բնականաբար մենք չենք կարող նման խաբեություններով առաջ մղել։ Բայց ասեմ ձեզ հետեւյալը նաեւ։ Եկեղեցու հավատացյալները ընդունում են ոչ միայն Աստվածաշնչի մեջ, ասենք, ներառված ճշմարտությունները, այլ նաև քրիստոնեական ավանդույթով եկած հայրերի։ Քիչ առաջ խոսեցի 3 սյուների մասին, չէ՞, եւ այլն, ասենք, մենք այդ հայրերի խոսքը նույնպես ընդունում ենք որպես ճշմարտություն։ Որպես բանը կարգացել։ Ասեմ, էլի որտեղ սիտուացիային վերաբերում, ասում եմ, փիլիսոփայությունը մեզ սովորացնում է նույնիսկ ինքնակնհայտ բաների վրա կասկածել։ Համաձայն։ Իսկ քարոզչությունը մեզ համոզում է, որ նույնիսկ ամենակասկածելի բանն էլ ճշմարիտ է։ Քարոզչության բանը է։ Ամեն դեպքում այդ հայրերը, այդ սյուները, որոնց մասին քիչ առաջ մենք խոսեցինք, մինչև խոսքը սկսելը, իրենք ոչ թե ասենք իրենք են իրենց ասել, որ մենք հայր ենք, որ մենք ճիշտ ենք մեր ասածները, հա, այլ եկեղեցին ուսումնասիրելով, աղոթքով եւ այլն եկեղեցական ժողովներով ընդունել է իրենց դավանության, իրենց վարդապետության ճշմարիտ լինելը։ Եթե իրենց վարդապետության մեջ ինչ որ բաներ ճշմարիտ չի եղել, դա առանձնացրել են որպես ոչ էական մեր փրկության համար, ասենք քրիստոնյաների փրկության համար ոչ էական բաներ եւ ասում են կարող է որոշ վարդապետական հարցերում, բայց դոգմատիկ հարցերում իրենց ճշմարտացիները ընդունել են։ Դրա համար ես ավելի շեշտը պիտի իհարկե այստեղ դնեմ Աստվածաշնչի վրա, դրանից բերված մեջբերումների վրա, եւ եթե ասենք թարգմանական ինչ-որ խնդիր լինի, նաեւ այդ նրբությունների վրա, հետո արդեն դուք էլի կորոշեք, կարող է էլի որոշ մարդկանց մոտ կասկածներ ունենալ։ Օրինակ ասենք հրայի մոտ, հնարավոր է էլի հաջող։ Հրայի մոտ կասկած չկա։ Հա։ Ինքը բաները, հիմնավորումները չի շատ մի քանի Ես չեմ ուզում քննարկել, եթե սկսում եմ քննարկել, հիմնավորումների մոտ է հարցը։ Ես ընդունում եմ այնպես, ինչպես կա քրիստոնեությունը, ես ընդունում եմ դա, իմ դավանանքն է, դրա մասին չեմ խոսում։ Այ երբ որ սկսում ենք քննարկել ինչ որ բան ապացուցելու համար, այստեղ հարցերը առաջանում են, որը ես չեմ ուզում ստի առաջանա։ Ես չեմ ուզում քննարկել, որ այդ հարցը չառաջանա։ Հիմա ասում ես փրկությունը միայն ընդունում եք սա է։ Ես ընդունում եմ որ այդպես, բայց երբ որ սկսում եմ քննարկել ինչու է այդպես, ես էլ ասում եմ, չէ՞ որ նույն, ասենք մուսուլմանը ինքն էլ ասում է փրկությունը միայն սա է։ Ես լինելով քրիստոնյա, տեսնելով որ ընդունելով որ փրկությունը մենակ Քրիստոսի միջոցով է, կարող եմ մտնել Ղուրանի մեջ ու իրանց ապացուցել որ դա սխալ է։ Դու
որպես տերմինաց, մեր հայրերը, սերբերը կարող են ինչ-որ ձևով ցույց տալ, թե իրանք ուղղակի ասել են, որ Քրիստոս ասել է, այսպես ուրեմն այսպես է։ Չէ, ցույց տվել են, մտել են, ուսումնասիրել են։ Մեր հայրերից օրինակ Գրիգոր Տաթևացին շատ լուրջ ուսումնասիրել է մուսուլմանությունը եւ մուսուլմանության մասին մի հատ հսկայական ասենք բան է գրել ինքը։ Կարելի ասել գիրք։ Եվ այդ գիրքը կա։ Մենք իջած խոսեցինք եկեղեցու հայերի սյուների մասին, չէ՞։ Որ խնդիրներն են, որ այս եկեղեցու նախ ես մտել հորը հարց տալի, որ ովքեր են համարում եկեղեցու։ Ես դրա մասին խոսել եմ անգամ, 12 վարդապետների մասին։ 12 վարդապետներ։ Մինչև որ դառնա։ Իրենք մինչև եկեղեցու բաժանում են։ Մեր եկեղեցու բաժանումը որն է Քաղկեդոնի ժողովուրդը, բայց ինչի է ռուսներն ասում 1500 թվականին։ Որտեղ իրենք մինչև այդ Քաղկեդոնը ընդունած են, բայց իրականում մեր համար 6-րդ դառնա, չէ՞։ 5-ի 451 թիվ է։ Քաղկեդոնը որ մտել է, ասեն սկսել է բաժանում է եղել։ Ասեն դա բաժանում է։ Այդ քո ասած տիպը, երբ որ ռուսները, այդ հույները կաթոլիկներից բաժանվեցին։ Այո։ Ռոմի եկեղեցին այո։ Դրանք միասին էին։ Այդ նրանք չէին կոչվում։ Իսկ 5-րդ դարում այդ բաժանումից արևելյան արևմտյան թե Չէ, 5-րդ դարում եղել է Քրիստոսի բնությունների հարցը, երկու բնությունների իրար հետ հաղորդակցության հարցը։ Այդ հարցը մենք ընդունել ենք, որ երկու առանձին բնություններ են, հա, ինչ որ անթափելի ձևով միացած, հա, մենք ընդունում ենք, որ մի բնություն։ հասկանալի։ Մինայ, ստեղ տարակալությունները հրայրի եւ կարողությունները լինի հետեւյալ, ես օրինակ երբ որ դուք ասում եք, ես ուղղակի հեթանոս նախ ես չգիտեմ։ Հեթանոսը ով է, որ միացված չի լինում։ Ճիշտ է։ Հեթանոսները այլ կերպ ասենք այսպես, կռապաշտներն են։ Կուրքեր պաշտոններ են, հա։ Շատ։ Իմի աշխարհում կան 3 մեկ Աստված ընդունող ազգեր ցեղեր։ Դա մուսուլմանությունն է, քրիստոնյաներն են։ Կրոններ ասենք, 3 կրոններ։ Որտեղ ազգեր ցեղեր Եվ որտեղ Իսրայելի իուդիզմը։ Հուդայիզմը, Հիմա եթե մենք քննի հետեւյալն է, որ մենք չինացիները այդ բուդդիզմը, կոնֆուցիոնը բուդդիստների մոտ Աստված չկա։ Բուդդիստների մոտ Աստված։ Հիմա դրա համար ստեղ խնդիրը նույնն է, եւ մենք երբ ասում ենք հեթանոս, իմ ուղեղումս կա, որ մինչև Քրիստոսը մենք հեթանոս ենք։ Ո՞ր չէ՞ դա։ Նո, գիտեք չէ։ Այո։ Այսինքն մենք մինչև Գրիգոր Լուսավորիչի 301 թվականին մենք ազգովի այո, ընդհանուր հեթանոս ենք։ Հիմա անցել այդ բարձրության սկզբից եւ այլ 1700 տարի Քրիստոսի ուսումնությունից մեր հետո, հիմա խոսքը մենք խոսում ենք հեթանոսությունից։ Որոնք են հեթանոսները։ Վիետնամացիք, չգիտեմ, Կամբոջա, Ասիայի հազարավոր այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսի մասին չեն լսել։ Ճիշտ եմ ընկալում ես։ Եթե մենք խոսենք հեթանոսների մասին, մենք չենք իմանա Քրիստոսի գալու անհրաժեշտությունը։ Չենք հասկանա ինչի Քրիստոսի եկավ։ Ինչ էր տիրում աշխարհում։ Ինչ վիճակ էր։ Ինչ էին պաշտում մարդիկ, ինչի էին հավատում։ Ինչ հույս ունեին։ Այլ ասվածներ։ Բայց միայն հրեաները չէ՞ որ մի ասվածություններ պաշտում։ Հիմա 2000 տարի անց իրականությունից հետո պաշտում են։ Հիմա դες լավ, էլ մի քիչ առաջ անցնեմ, էլի։ Հрьяաների, այսպես ասենք, սուրբ գիրքը մենք կոչում ենք հին կտակարան։ Քրիստոնեության սուրբ գիրքը նոր կտակարան, չէ՞։ Հինը, Պողոս Արաքյալն ասում, անցավ։ Հինը անցավ։ Հինը ոչ թե ջնջվեց, այլ փոփոխության լրացվեց, այո։ Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ մինչև այո, մինչև Քրիստոս։ Քրիստոսից հետո այլևս դաստիարակի կարիք չունենք, այո։ Հիմա այդ ամբողջ խնդիրը, որ այնպիսի մի վիճակ էր աշխարհում տիրում, որ մարդիկ հույսները կորցրել են։ Փրկություն էին ուզում, հաշտություն էին ուզում, շնորհ էին ուզում, անմահություն էին ուզում, հոգու անմահություն, հա։ Բայց այդ ամեն ինչը չէին տեսնում։ Ճշմարտություն էին փնտրում, բայց ճշմարտություն չէին կարողանում գտնել։ Օրինակ Պիղատոսի հարցաքննության ժամանակ, որ Քրիստոսն ասում է ես ճշմարտության համար եմ եկել աշխարհ։ Ինչ է ճշմարտությունը։ Այսպես բանով, հեգնական ձևով էլ, ասենք Վիշեր քեզ չեն կարողացել ոչ մեկը ճշմարտ այդպես, հա։ Հիմա խոսում ենք 2025 թվականին։ Այսինքն մարդիկ ասում են պիտի հստակ իմանան։ Խոսքը այսօրվա այն մասին է։ Հիմա մենք կարելի է ասել հայ ազգի 90%-ը կռապաշտ է, բայց հեթանոս չէ։ Դա պետք է տարբերենք։ Լավ, դեպքում ես մի քիչ շեղվել։ Հասկացա, մի քիչ շեղվել։ Այսօր հայերի մեջ կա մի զանգված, զգալի հստակ քրիստոնեության դեմ է, ու ասում է, որ մենք քրիստոնեություն ընդունելով թուլացանք։ Քրիստոնեություն ընդունելով կորցրեցինք, պետականություն կորցրեցինք եւ այլն, ուժեղությունը մեր նվազեց եւ այլն, հա։ Այսինքն իրենք կողմ են, որ մենք հեթանոս մնայինք։ Բայց իրանց չասես հեթանոսը այս է։ Բայց ես չծանոթացնես հեթանոսության հետ։ Ոմանք հիմա հեթանոսներ են։ Այսինքն հեթանոսական։ Ես կասեի սատանայի պաշտությունները։ Բայց դևերը սատանայի։ Յուրաքանչյուր կուրքի հետևում դև է։ Սատանիստները Պաշտելով այդ կուրքին, այդ քարը կամ բանը։ Դե ասեմ որ մեր մոտ ընկալման մեջ մենք հայ ազգին համարում ենք քրիստոնյաներ։ Ձևով այո, բայց բովանդակությամբ ասում է հայտնի դա։ Հիմա եկեք այս պահին մեր ազգի վիճակը քննարկենք, բազմապես քննարկենք։ Բոլոր քրիստոնյաների մեջ կա։ Ամբողջ Եվրոպան հիմա տեղով մեկ գնալիս այդ բառը չեմ սիրում, բայց սեկուլարիզմը մտել է, ասիկն մարդ առանց հոգու։ Աշխարհական, այո, Մարդ առանց հոգու ոնց որ մեր երեխան ասում, հիմա բոլորը ուզում են
Դրանք կառուցել առանց Աստծու։ Շարունակեք։ Լավ, փորձենք տեսնել ինչ կստացվի, էլի, հա, ես ներկայացնեմ, հիմա տեսեք։ Ինչ էի ասում, որ այդ բանը, այդ շերտը, հա, մեզ եւ Աստծուն իրարից բաժանվել, պատնեշը առաջացնում էր մեզ եւ եթե ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ հեթանոսները այդ օթային հոգիներից էին իրենց բաների պատասխանը, այսպես կոչված աղոթքների պատասխանը ստանում, հա, իրենց իսկ խոսքերով իհարկե հայտնություններ ստանում եւ այլն, պատասխաններ իրենց հարցերին, այսինքն ինչ պիտի լինի եւ այլ մարգարեություններ, հա, եւ եթե իրենց առասպելները գիտենք, գիտեմ, երևի դիսաբանական այդ առասպելների շատերը ծանոթ են։ Ամեն դեպս գոնե դպրոցում հետեւակի դրանց մասին ինչ որ խոսքեր լինում են, ապա դժվար չէ խուսափել եւ տեսնելով թե ինչ անբարո իրավիճակներ են նաեւ այնտեղ ներկայացնում իրենց աստվածների միջև փոխհարաբերության, չէ, մենք կարող ենք հստակ ներկայանալ, այսպես եզրակացնել, որ իրենց այցելում են ավելի շատ են ցածր հոգիներ, ոչ թե հրեշտակներ, այլ ընկած հրեշտակներ, այսինքն սատանայի հետևորդները։ Տեսեք Պլատոնը ինչ է ասում։ Ինքը, գիտեք, կոսմոս բառը ինքն է մտցրել։ Գերեզգությունը նշանակում է ստեղծված ամեն ինչ աշխարհի համար, ասում է տիեզերքը սքանչելի է, իսկ նրա արարիչը բարի է։ Տիեզերքը ամենագեղեցիկն է բոլոր իրերից, իսկ նրա արարիչը ամենալավն է բոլոր պատկառներից։ Բայց իր կյանքի վերջում այս ամեն ինչից ինքը մի քիչ հետ էր կանգնել։ Լավատեսությունը կորցրել էր ու ինչ է ասում։ Եթե տիեզերքը շարժվում է այսպես մոլեգնաբար, կատաղած եւ անկարգ, ապա պետք է ընդունել, որ դա չար հոգու գործն է։ Այսինքն ինքը արդեն զգացել է, որ այստեղ ուրիշ ուժեր են գործում, բացի արարչից, որին ինքը բարի է տեսնում, որին ինքը իսկապես տեսնում է հրաշալի, սքանչելի, բացի դրանից կան նաև ուրիշ ուժեր, որոնք գործում են եւ տիեզերքի մեջ այդ անկարգությունը, այդ կարելի ասել կատաղածությունը, մոլեգնությունը մտցնում են։ Նույնիսկ փաստորեն ֆիլիսոփայական բոլոր դպրոցները այդպես պատմում են, որ աշխարհը ղեկավարում են աշխարհի ներկայակարգը, այն ժամանակվա իհարկե, ղեկավարում են դևերը, որոնք աստվածներ չեն եւ բացի դրանից կարող են նաև մեղանչել։ Հենց իրենց այդ առասպելները դրա մասին են խոսում։ Էլ սպանություններ, էլ դավեր, չգիտեմ ինչ մի խոսքով։ Շատ լավ։ Այս ամեն ինչից մենք եզրակացնում ենք, որ ընկած հրեշտակների բնակավայրը ոչ թե երկիրն է, այսինքն մեծ հավասար է ասել, հա, գետինը։ Ոչ թե գետնի տակ, ինչպես հաճախ պատկերացնում են գյուղական աշխարհը, հա, այլ օթային այդ միջավայրն, այդ մթնոլորտը։ Եվ հարցը այն է, որ Աստվածաշունչն այդ միտքը արտահայտում է, որ երկիրը շրջափակված մոլորակ է մարդուն թշնամի հոգևոր տարերքով, որոնց միջով դեր երկնային արարիչը պիտի հասնի մարդկանց։ Հիմա ես հիմա չէ, ես դրախտի մասին չեմ խոսում, պարզապես Աստծո հետ կապ։ Հիմա ես բերեմ Դանիելի մարգարեությունից մի օրինակ, որ այդպիսի շերտ կա, այսինքն մարդկանց Աստծուց բաժանող։ Տեսեք Դանիելը ինչ է ասում մարգարեության 10-րդ գլխից է։ Ես մի հատված ընդհանրապես փոքրիկ կգրթամ։ Պարսից թագավորության մի իշխան հակառակվում էր ինձ 21 օր եւ ահա Միքայելը ավակ իշխաններից մեկը եկավ օգնելու ինձ։ Ինչ է տեղի ունեցել։ Դանիելը օգնության է կանչել իր հրեշտակին 21 օր ուշացել է։ Եվ ասում է, որ Պասկաստանում մի խոսքով գրիվ էր գրում եւ ինչ որ օթային բաների ուժերի միջև եւ Միքայել հրեշտակապետն էր, ավակ իշխանը, որ ասում է, հա, եկել եւ իրեն օգնությանը հասել, բայց հետո շարունակում է, որ ինքը նորից պիտի գնա։ Այսինքն պիտի գնա այդ պատերազմը շարունակի, այնտեղ հունած իշխանները, օթային իշխանները այնտեղ։ Այսինքն դրանք իրական, այսպես խանգարող, արգելակող հանգամանքներ են մարդկային օգնության հասնելու համար Աստծո հրեշտակ հասնել չի կարողանում հասնել 21 օր ուշանում է ինչ որ դիվական ուժերի հետ պատերազմելու պատճառով։ Այսինքն Աստվածաշնչի մեջ արդեն մենք վաղուց ունենք Քրիստոսից առաջ ունենք, որ այդ ամեն ինչը ընդունված էր։ Եվ Միքայել հրեշտակապետը իզուր չէ, որ կոչվում է երկնային զորությունների զորահրամանատար։ Իր անունը այդպես է թարգմանվում էլի փաստորեն։ Եվ տեսեք, որ ասում են պիտի վերադառնար, այժմ վերադառնում են պատերազմելու Պարսից իշխանի դեմ։ Ես գնում էի, հունաց իշխանը գալիս էր, այսինքն իրենց մեջ հրեշտակների եւ դիվական աշխարհի մեջ որոշակի այդպիսի բան կա, ընդհարում կա եւ հաճախ այդ ընդհարումը մարդկանց օգնելու կամ մարդկանց այդ հաստող օգնությունը գրիվ է մարդու համար, մարդուն խլկելու համար։ Փաստորեն նաև մենք տեսնում ենք, որ դևերը երբեմն կոչվում են ինչ որ պետությունների, ինչ որ ազգերի ցեղերի անունով, նաև Պարսից իշխան կամ հունաց իշխան կամ մի խոսքով ասենք հրեական այդ ազգի իշխան եւ այլն։ Եվ այն երկինքը, որ մենք տեսնում ենք, որ փաստորեն այդքան անվտանգ չէ։ Քիչ առաջ խոսեցի Անտոն Մեծի տեսիլքի մասին, որ տեսնում այն ցանցը, որոգայթների ցանցը, որ երկրի վրա կա եւ ասում են ով կարող է փրկել մեզ չէ դրանից եւ Աստված նրան պատասխանում է, որ խոնարհությամբ դու կարող ես ազատվել։ Այսինքն խոնարհությունն էլ արդեն գիտեք, իր անձը բոլորից ցածր համարել եւ կասեմ այսպես մի հաստատ չէ երկրորդ, հա։ Ինքը նախ առաքության ամեն օրվանից հետո ասում են Աստված տեսա, որ լավ է, բարի է, հա։ Վերջում երբ որ ամբողջ առողջությունը ստեղծված էր, ասում Աստված տեսա, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է։
Դեռ ապստամբություն, այո, դեռ հրեշտականը մի քիչ որը մեկը չէր ապստամբել։ Այնպես որ առողջությունը ավարտելուց հետո ասում են ամեն ինչ շատ լավ է։ Մարդը արդեն կա։ Մարդը Մի տեղ չկա դրած, որ ապստամբեց սատանան եւ դալեց երկիր։ կա։ Այդ Եսայի մարգարեության 14-րդ գլխի մեջ ասում է. ինչպես երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան, նա որ ուղարկում էր բոլոր ազգերին, ընկավ գետին ու խորտակվեց։ Ուղարկում էր բոլոր ազգերին, այսինքն ազգերը կարին ապնեն, հա, այսպես ասում, հա։ Եսայի մարգարեության 14-րդ գլուխ։ Մտքիդ մեջ ասում է, երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա, կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ բարձրյալին, բայց ահավասիկ, դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը։ Հանգստացա։ Անչկա, ոչինչ, այո։ Այդ են ցամբոստացել։ Տեսեք, Եփեսացիների նոված նամակի մեջ Պողոս Արաքյալը այդ ուժերին անվանում է երկնքի տակ եղող չար ոգիներ։ Երկնքի տակ եղող, այսինքն ինքը ասում է երկնքի բնականաբար վերևի երկնքի տակ եղող չար ոգիներ։ Եվ մարդը բնականաբար շատ ուզում է, որ այդ շրջափակումը ճեղքվի։ Տեսեք ինչ է ասվում Եսայի մարգարեության 64-րդ գլխում։ Եթե բացես երկինքը, քո ահից լեռները կսասանվեն ու կհալվեն, ինչպես մոմը կրակի դիմաց։ Բացես երկինքը, այսինքն երկինքը փակ է ինչ-որ իմաստով։ Եվ 4-րդ թագավորության գրքում հрьяաներին Աստված խիստ հանդիմանում այն բանի համար, որ թողել են Տիրոջ պատվիրանները եւ երկրպագել երկնային զորություններին, այսինքն դևերին, անձինս կուրքերին։ Որտեղ ամեն կուրքի հետևում մեր հայրերն ասում են, որ դեր է կանգնած։ Երբ մենք երկրպագում ենք ինչ-որ նահատсан, ինչ-որ իրեն ծառի եւ այլն, դա նշանակում է, որ մենք համապատասխան դերին ենք երկրպագում։ Եվ ըստ Եսայի մարգարեության այդ բոլոր զորությունները կհալվեն, երկինքը մագաղափի պես պիտի ոլորվի։ Դա նույն այդ մարգարեությունից է։ Այսինքն կգա ժամանակը նոր կտակարանի, վճռական ճակատամարտի ժամանակը, եւ եթե մենք ուշադիր ընթերցենք մանավանդ Պողոս Արաքյալի նամակները, մենք կտեսնենք, որ Քրիստոսը զինվոր է եւ պատերազմ է վարում այս աշխարհի իշխանի դեմ։ Դա Հովաննու ավետարանի մեջ 12-րդ գլուխ կարող եք կարդալ եւ նաեւ Եփեսացիների նոված նամակի 6-րդ գլխի մեջ։ Եթե ուզում եք, ես դա կարդամ։ Եփեսացիների նոված նամակը 6-րդ գլխի 12 համարը։ Իսկ նա այսօր ձեզ ահագին բան ենք արել, արդեն հոգնեցրել ենք, հա։ Այո, մտածել եմ ինչ է, այո, կարող եք որպես ճշմարտություն ընդունել։ Մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Այնպես երկնքի տակ եղող։ Երկինք։ Բավականին բարձ հասկացում։ Հիմա տեսեք, ինքը աշխարհը արդեն կարդացի վառ չի ստեղծվել։ Լավ է ստեղծվել, նույնիսկ շատ լավ է ստեղծվել եւ տիեզերքում ամեն բան ստեղծվել է սուրբ երրորդության, այսպես ասեմ, ջանքերով։ Այդտեղ մասնակցել է նաեւ Որդի Աստված Լոգոս բանը եւ ինքն էլ մարմնացել է հետո Քրիստոսի մեջ եւ մարդկության փրկությունն է ինքը իրագործել։ Եվ այդ լավը, այդ բարին սափանվել է փաստորեն երկնային զորությունների մեջ ինչ-որ ապստամբ մեկի ցակումով, որը հետևորդներ է ունեցել եւ նրանց բոլորին Աստված վտարել է երկինքից։ Անտոն Մեծը տեսեք ինչ է գրում։ Նախ գիտենք, որ դևերը այդպես են կոչվում ոչ այն պատճառով, որ այդպես ստեղծվել են։ Աստված ոչ մի չար բան չի ստեղծել։ Ընդհակառակը նրանք բարի են ստեղծվել, սակայն ընկնելով երկնքի բարձրությունից եւ պտտվելով արդեն երկրի շուրջը, հեթանոսներին հրապուրում են տեսիքներով։ Բարանի հարցի պատասխանը։ Ահա գալիս եմ շուտով։ Եվ ինձ հետ են իմ բացերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վախճանը, առաջինը եւ վերջինը։ Գործ պատասխանը այստեղ կա։ Էլ չկա։ Հայտնություն արի։ Այո, գալու, այս անգամ Աստված արդեն որ այդ ստեղ հասավ, եկել գալու, այս ժամանակ, արդեն չգոյացու։ Հետևյալ բանն ես ասում, որ հիմա շատ տարածված է։ Տարածված է բողոքական ճյուղերի մոտ։ Նրանք ինչ են ասում, հենց քո ասածը, բայց մի քիչ ավելի հիմնավորված գրագետ են ձևակերպում, որ այդ երեք օրթոդոքսալ բաները եկեղեցիները Ավանդական, պատմական։ Ոնց որ դրանք պահպանողականներն են, այսինքն նրանք չեն մերժում դրան։ Բայց օրինակ այդ բողոքական ճյուղը, ոչ բոլոր, որտեղ դե շատ աղավաղված աղանդներ կան, նրանք դրա զարգացումն են, այսինքն իրանք ընդունում են լրիվ Աստվածաշունչ, առաջնորդվում են Աստվածաշնչով, բայց պնդում են, որ նրանք այդ պահպանողականների հաջորդ փուլն են, այսինքն զարգացնում են Աստվածաշնչյան, այսինքն Քրիստոսի ուսմունքը հաշվի առնելով, որ ոնց որ դու ես ասում, նոր մարդան նրա պատկերացումները այլ են։ Բայց չի ասում, որ կարող է նոր մարդ գա,
եւ ուրիշ ուսմունք ասել։ Եթե նորացնի, 5 կտական, նոր կտական, նորի նոր։ Բայց ասեց արդեն չէ որ Աստվածաշնչում ասել է որ ով սրա վրա կավելացնի։ Բայց դա տեղ մի բան ասեմ այդ։ Ինքը փոխել է Աստված։ Կարող է պետք է Ինչ որ Հովհաննեսը ասել որ ասել է, այն վաղտը նոր կրակարանը չկա։ Նիկոլին բերմա չէ։ Ինքը իր հայտնության մասին ասել։ Հայտնության վրա իր հայտնության։ Քրիստոսի խոսքերն է դերում։ Այդ Քրիստոսն է ասում այդ ամենը, Հովհաննեսը չի ասում։ Չէ, որ ասում է ով գոնե մի բար փոխեց այս գրքից։ Ահա։ Դա վերաբերում է իր հայտնությանը։ Հա, չէ, ես դրամատիկ չեմ ասում, հա, բայց հայտնությունը իրեքո Եվ վաղտը չկա նոր կտակարն է ձևակերպված։ չէ, նոր կտականը որպես կանոն չկա, բայց գրքերը բոլոր գրված են։ Այսինքն ինքան փոխեց։ Իսպասի փաստավերտություն։ Հայտնության մեջ ասում է ով այս գրքի մի բար։ Որդյան Տերբերացուց Քրիստոս ամեն։ Հսանգստյան Զավոթս եւ Զաղաչյանս ընկալ մարդասեր Աստված, իհաճույս բարերարկամացքոց, մեր մեղած եւ մեր բազում հանցանած ընթողություն շնորհյա եւ քեզ փառք պատկյանս ամեն։ Փառք քեզ Տեր Աստված մեր, որ պարգևեցեր զորը զայս բարյա եւ խաղաղության բանցուց անել։ Մարդասեր Աստված, զառաչակա գիշերս, որի վրա մեր գալոց է, ի մեղած փրկյա, ի չարյած ազատյա, եւ ի գործս բարիս առաջնորդյա։ Առավոտու օրհնությանցն եւ փառաբանությանցն արժանի արա, զամենայն հավատացյալս անվան ըրքում սրբով, եւ պահյայի խաղաղության։ Տեր Աստված մեր, դուրս խաղաղություն տամենայն աշխարհի, բարձ ըսցասումն եւ ըսպատուհասնի հարարացոց։ Որ միահարց եւ եղբարց մերոց, կենթանյաց եւ հանգուցելոց։ Որ միազ եկեղեցի շինողած, երախտավորած պտղատրից, ըսպասավորած եւ այն օծիկ, որ քնթովանյաց սրբո եկեղեցվոյեն հանգուցյալ։ Տեր Աստված, օգնյա թագավորացն Քրիստոնից եւ իշխանացն բարեպաշտից, զորած եւ զավակած լոցին, պահելով ի խաղաղության։ Տեր Աստված մեր, պահյազ առաջնորդս եւ զեղբայրությունս մեր ամբողջ եւ անխռով, ի կամս ողորմության քով։ Նշանավ սուրբ եւ պատվական խաչիվքով, հալացյա զերևելի եւ զաներևույթ թշնամին, ի սահմանած մերոց եւ ի բնակութենես մեր մեր։ Բրկյազ մեզի հրույն հավիտենից եւ քեզ փառք հավիտյանս Օրհնյալ Քերելուտ իստորած սրբով ուղղուն, երբակի խաղաղություն, եւ Տերը մեր Հիսուս Քրիստոս Եվիցյան ձեզ ընդ ամենայցյան օրը։